Բարի երեկո։ Ճոճ Կլարայի որդին լեգենդար Սթիվ Ջոբսը ուսանողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ որպես յուրատեսակ պատվիրաններ հայտարարեց. մնացեք սոված, մնացեք միամիտ։ Սովածն այդքան չէ, բայց որ միամիտ մնացել ենք, առավել քան ակնհայտ է։ Նոյեմբերի կեսերին տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանական իշխանությունները ծրագրել են Բերլինում հանդիպում կազմակերպել Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև։ Ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ այս նախաձեռնությունը ադրբեջանական պետական քարոզչության հերթական անիմաստ ու էժան հնարքներից մեկն է, որով փորձի արվում աշխարհի առջև տպավորություն ստեղծել, թե նախ Ղարաբաղի ազգաբնակչությունը կազմված է եղել երկու իրավահավասարազոր համայնքներից, հայերից ու ադրբեջանցիներից, եւ երկրորդը, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միջհամայնքային երկխոսություն ծավալերի ուղղությամբ, այսինքն դեպի խաղաղություն է ձգտում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես պատասխանել էին այդ նախաձեռնությանը, նշելով, որ նման ձևաչափն անընդունելի է, քանի որ կա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն իր ազգաբնակչությամբ, ու եթե կան ադրբեջանցիներ, որոնք ցանկություն կհայտնեն Ղարաբաղի բնակիչ դառնալ, կարող են դիմել։ Եվ տպավորություններ ստեղծում, թե հայկական կողմը շատ լավ հասկացել էր ադրբեջանական կտերի ամբողջ իմաստն ու մենք միջոցառմանը որևէ կերպ չենք մասնակցելու, ինչն առավել քան բնական է եւ հակառակը աբսուրդ կլիներ, եթե մեզանից որևէ մեկը մասնակցեր դրան։ Տեսանկյան շրջանակում նույնպես անդրադարձանք այդ խնդրին ու մեր մեջ ասած մի քիչ արխային հոգեվիճակով մի բոլ կատակներ արեցինք։ Ի վերջո, ում մտքով կանցնել, որ կգտնվի հայ, ով կմասնակցի այդ միջոցառմանը։ Ու հենց այստեղ վերհիշում ենք Ճոճ Կլարայի որդու Սթիվ Ջոբսի մնացեք միամիտ պատվիրանը։ Հանդիպումը փաստացի կայացել է։ Դրան բնականաբար ներկա են եղել միայն ադրբեջանցիներ, նու կամ գրեթե բացառությամբ ադրբեջանցիներ, կամ այսպես ասենք, լիքը ադրբեջանցիներ ու Գեորգի Վանյանը, ազգությամբ երևի թե հայ, անձնագրով երևի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավապաշտպան Գեորգի Վանյանը։ Հիմա ուզում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ ինչ-որ դահլիճում, որտեղ բացառապես ադրբեջանցիներ են հավաքված, բացահայտ քարոզչական նպատակներով կազմակերպված հավաքին, ու հենց այդ պահին դահլիճի դռները լայնորեն բացվում են, ու մտնում է Վանյանը, ենթադրաբար սպիտակ կոստյում շալվարով, ու ջերմորեն ողջունում հավաքվածներին։ Привет, лунатикам! Կա մեկը, ով կկարողանա բացատրել, թե ինչու է ազգությամբ երևի թե հայ, անձնագրով երևի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մասնակցություն ունենում թշնամական երկրի իշխանությունների կողմից կազմակերպված բացահայտ քարոզչական սադրանքին, որի մասին հայկական կողմը պաշտոնապես մեկնաբանություն է տվել ու հայտարարել, որ մենք չենք մասնակցում դրան։ Հատկապես որ համայնքներն է ներկայացնում այնտեղ։ Ու հիմա ադրբեջանցիները լիովին լեգիտիմ իրավունքով աչու ձախ հայտարարում են, թե հայերը լավ են մասնակցել են այդ միջոցառմանը, որ հայկական իշխանությունների ջանքերը տապալել միջոցառումը արդյունք չեն տվել եւ այլն։ Եվ այդ ամենը ընդամենը ինչ որ Գեորգի Վանյանի պատճառով, մարդու, ով կանգնում ու առանց ամոթի չին անգամ զգացողություն ունենալու ադրբեջանցիներից ներողություն է խնդրում Խոջալույի համար, փորձում Հայաստանի մայրաքաղաք Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել եւ այլն։ Ու այս անկեղծորեն չեմ հասկանում։ Մենք այդքան գիպեր ժողովրդավարացել ենք, որ չենք կարողանում մարդկանց հասկացնել, թե ինչ է նշանակում պետական շահ, ասվածն ու այդ մարդիկ արխային խորապես թքած են ունենում այդ պետական շահի վրա։ Թե սկսել ենք չտարբերել, որտեղ է սկսվում եւ վերջանում իրավապաշտպանությունը, ու որտեղ սկսվում եւ վերջանում դավաճանությունը սեփական ազգի հանդեպ։ Հատկապես ինչու պետք է մենք ստիպված լինենք մեր կողքին տանել մարդկանց ներկայությունը, որոնք էլի արխային հայտարարում են, թե Հայաստանը ագրեսոր է, Հայաստանը խախտում է եսիմինչ միջազգային պայմանագրեր ու ավելի շատ զենք գնում, ներողություն են խնդրում ադրբեջանցիներից Արցախն ազատագրած մեր հերոս տղերքի կողմից իբր Խոջալույում իրականացված սպանդի համար եւ այլն։ Շարքը կարելի անվերջ շարունակել, բայց հարցադրումը չի փոխվելու։ Երբ ենք մենք հասկանալու, որ մարդկանց մի խումբ կա, որոնք ակնհայտորեն եւ ցինիկ կերպով աշխատում են իմ, ձեր, մեր բոլորի շահերի դեմ, ու երբ ենք մենք վերջապես ինչ-որ լուծում տալու այս խնդրին, չգիտեմ ինչ լուծում, ուղարկեք Ադրբեջան։ Մարդիկ այդ միջավայրում իրենց շատ լավ են զգում, այդ թող գնան ու լավ զգան որքան մտնում է։ Համոզված եմ, որ նրանց այնտեղ յուրայինների պես կընդունեն։ Բարև ձեզ։ Բարև։ Լսում եմ։ Քերի, չճանաչեցիր քերի։
Դե իհարկե, ես շատ եմ փոխվել, շատ։ Ախր դու էլ ես ծերացել։ Մայրիկը հենց այսպես էլ նկարագրում էր քեզ, հենց այսպես։ Մտեք։ Բայց սա էլ վերջը չէ։ Մեծն Վանյանը սպիտակ կոստյում շալվարով, որ հագել էր հատուկ իր հարազատների, ադրբեջանցիների հետ հանդիպելու համար, նաև հայտարարություններ է արել հետո։ Օրինակ, նա հայտարարել է, թե ուշադրություն դարձրեք բառերին, չճանաչված Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունները բանակցային գործընթացը փակուղի են մտցրել։ Կարող եք արդյոք ասել, թե հատկապես ինչով են տարբերվում Վանյանի հայտարարությունները Ալիևի հայտարարություններից։ Ոչինչով։ Հիմա Ալիևը շատ հանգիստ կարող է բոլոր միջնորդներին դեմ տալ։ Տղերք, նույնիսկ հայերն են ասում, որ Հայաստանն է բանակցությունները փակուղի տանում։ Էլ Ադրբեջանից ինչ եք ուզում։ Բայց կարևորն այն է, որ Վանյանի համար հայկական երկրորդ հանրապետությունը ոչ թե ազատ ու անկախ Արցախն է, այլ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետություն։ Այսպիսի հայտարարություններ սպիտակ կոստյում շալվարով մարդուց։ Сейчас Чебурашка скажет вам речь. Мы строили, и наконец построили! Ура! Չգիտեմ ում համար ինչպես, անձամբ ինձ համար նման դեպքերը բացառապես տարակուսանքի առիթ են, երբ չես հասկանում ինչու, ինչպես եւ մինչեւ երբ։ Հասկանում եմ, որ դեպի ժողովրդավարություն գնացող երկիր ենք, քաղաքացիական հասարակություն կերտող, իսկ այդ քաղաքացիական հասարակության մասնիկներից մեկն էլ Վանյանն ու Վանյանատիպերն են, բայց եթե անկեղծ այս ամենն արդեն Վանյաց է անում։ Առողջ եղեք։